ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ծանր հարված են հասցրել Իրանին։ Թիրախավորվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ օբյեկտներ, ռազմական հրամանատարական կետեր, հրթիռային անօդաչու թռչող սարքերի կայանքներ, ափամերձ հսկողության եւ պաշտպանական օբյեկտներ։ Հարվածները հասցվել են ի պատասխան երեքշաբթի Հորդանանում Միացյալ Նահանգների բազաների եւ Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա իրանական հարձակումների։ Միացյալ Նահանգների հարվածներից հետո Իրանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախների, մասնավորապես Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտներին հասցված հարվածներից հետո Վաշինգտոնը չի քննարկում Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Թրամփի խոսքով Իրանի վերջին գործողությունները չեն փոխել Միացյալ Նահանգների քաղաքականությունը եւ ամերիկյան ուժերի հետ քաշման հարց օրակարգում չկա։ Նախագահը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պատասխանել Իրանի նման գործողություններին, անհրաժեշտության դեպքում հասցնելով պատասխան հարված։ Ռուսական ուժերը հուլիսի 30-ի գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Լվովին։ Քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, վնասվել են 2 բազմահարկ բնակելի շենք եւ ոչ բնակելի շենք։ Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է, որ տուժել է 15 մարդ, փլատակներում մարդիկ են մնացել։ Կիևում էլ ռուսական ուժերի հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել, եւս 2-ը վիրավորվել։ Կիևի մարզում հարվածների հետևանքով 5 մարդ է տուժել։ Կրիվոյ Ռոգի արվարձանում մասնավոր տան ուղղությամբ հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում 5 եւ 12 տարեկան աղջիկներ, եւս 8 մարդ տուժել է։ Ուկրաինայի նախագահն էլ Տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է, որ ռուսական ուժերի թիրախում այս գիշեր հայտնվել են Կիևը եւ Կիևի, Դնեպրոպետրովսկի, Լվովի, Պոլտավայի, Խարկովի, Նիկոլաևի, Սումիի, Վիննիցիի, Չերկասի եւ Իվանո-Ֆրանկովսկի մարզերը։ Ավերվել եւ վնասվել են տասնյակ սովորական բնակելի տներ, քաղաքացիական ձեռնարկություններ եւ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Այդ հարձակման ընթացքում արձակվել է ավելի քան 70 հրթիռ եւ 280 հարվածային անօդաչու թռչող սարք։ Դրանց մի մասը հաջողվել է խոցել, նշել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների անհրաժեշտությունը։ Այս գիշեր ուկրաինական անօդաչուները թիրախավորել են Վայլդբերիզի եւս 1 պահեստ, այս անգամ Պենզայում։ Նահանգապետ Օլեգ Մելնիչենկոյի խոսքով 1 մարդ տուժել է, պահեստի 200 աշխատակից տարհանվել։ Լրատվամիջոցների տվյալով պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել, հարձակման է ենթարկվել նաեւ Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում գտնվող Վայլդբերիզի լոգիստիկ կենտրոնը, այնտեղ եւս հրդեհ է բռնկվել եւ մարդկանց տարհանում է իրականացվել։ Տուժածներ չկան։ Ուկրաինայի զինված ուժերը 1.5 շաբաթվա ընթացքում շարքից հանել են Վայլդբերիզի 8 պահեստ, մոտ 860,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Սա անկերության բոլոր պահեստային տարածքների ավելի քան 15%-ն է։ Դավիթ Մուրադյան, լուրեր։